ամբողջ օրը փոշի ենք շնչում, ահա որ այս փողոցը դարել է տրաս։ Փարաքարում անցած շաբաթավերջին մեկնարկած թիմ ընտրությունների նախընտրական քարոզարշավը հին հոգսերի ու չիրականացված խոստումների մասին է հիշեցրել։ Խոսք են տալիս, ոչ մի բան չի լինում։ Ոչ մի բան ախպեր, մեր համար չարես։ 9 գյուղ ներառող համայնքի ավագանիում հայտնվելու ու փարաքարի ղեկավարումը ստանձնելու համար 4 ուժ է պայքարում, այդ թվում իշխող քաղաքացիական պայմանագիրը։ Մրցապայքարին նաև 2021 թվականին իշխանականների հետ կոալիցիա կազմած Դավիթ Մինասյանն է մասնակցում, այս անգամ արդեն ոչ թե սեփական դաշինքով, այլ ազգային առաջընթաց կուսակցությամբ։ Քարոզարշավի հենց սկզբից դարձյալ չի բացառում քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցությունը։ Այս պահին ոչ մի ուժի հետ չեմ բացառում իմ կոալիցիան, ես ստույգ չեմ կարող պատասխանեմ մինչև մենք ընտրությունների արդյունքները չիմանանք։ Թեկնածուն խոստանում է կիսատ թողած գործերը շարունակել, ասֆալտապատում, կոյուղիների խնդիր, խաղահրապարակների կառուցում։ Փարաքարում 2021-ի ընտրություններին ամենաշատ ձայները ընդդիմադիր ապրելու երկիր կուսակցություններ ստացել, սակայն քաղաքացիական պայմանագիրն ու Դավիթ Մինասյան դաշինքը միավորվելով հերթով ստանձնեցին համայնքի ղեկավարումը։ Մինասյանը 2.5 տարի ղեկավարեց Փարաքարը, հետո Գյուլնազարյանը ստանձնեց այդ պաշտոնը։ Երկուսն էլ պաշտոնից հեռացան քրեական պատմությունից հետո։ Նախորդ ընտրություններին ամենաշատ ձայները ստացած ապրելու երկիրն էլ է ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել։ Համայնքի ղեկավարի թեկնածուն Վալոդիա Գրիգորյանն է, նա չի բացառում հավանական գործակցությունը մրցակիցների հետ, բայց վստահ է կոալիցիա կազմելուն հերթը չի հասնելու։ Մինչ քարոզարշավ սկսել է այդ հարցի հետ կապված ես այլ է եղել իմ կարծիքը, բայց հիմա ես ոնց հասկանում եմ, այստեղ կոալիցիայի ինձ թվում է խնդիր չի լինելու, ժողովուրդը իր քվեով ամսի 30-ին կապացուցի է դա։ Գրիգորյանը սեփական կուսակցության նախընտրական ծրագիրը մրցունակ է որակում, հավաստիացնում դրանում անդրադառնում են խոշորացված համայնքի բոլոր կարևոր, այդ թվում հանրային տրանսպորտի խնդրին։ Բացառում են բոլոր խարդավանքները ժողովրդի թիկունքում։ Թափանցիկ աշխատելու խոստումով ընտրապայքարին միացել է Գոր Սարիբեկյանը, մասնագիտությամբ իրավաբան է, ցանկանում է պայքարել համայնքում հանցավոր միջավայրի դեմ։ Նա էլ չի բացառում հնարավոր կոալիցիաները։ Ես բաց եմ լինելու, ասում եմ բոլորի համար, ես բաց եմ համայնքի կոնստրուկտիվ կառավարման համար։ Կլինի իշխանությունը, կլինի ընդդիմությունը, կլինի մյուս ուժերը, ես պատրաստ եմ կոնստրուկտիվ, գիտեք ոնց ժողովրդին մեծ հաշվով մեկ է ինչ է լինում։ Եթե միանում են, ուրեմն միանում են մեր առաջ քաշած սկզբունքներով։ Մարտի 30-ին քվեարկելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին, դուք քվեարկում եք Փարաքար խոշորացված համայնքի զարգացման օգտին։ Իշխող քաղաքացիական պայմանագրի թեկնածուն Լյուդվիգ Գյուլնազարյանն այսօր ասած ժամանակ չունի, չի կարող մեկնաբանություն տալ։ Թեկնածուն ծավալուն աշխատանքներ է խոստանում Փարաքարի փողոցների բարեկարգումից մինչև հանրային տրանսպորտի բարելավում։ Մենք պատրաստվում ենք մեծածավալ աշխատանքներ իրականացնել ճանապարհաշինության բնագավառում, ասֆալտապատելու եւ տուֆով սալարկելու ենք համայնքի կենտրոնական եւ գյուղամիջյան փողոցները։ Բնակիչների համար ապահովելու ենք տրանսպորտի հասանելիություն, կանոնակարգելու ենք ներհամայնքային երթուղին։ Գյուլնազարյանը տարեսկզբից Փարաքարի ղեկավարի պաշտոնակատարն է։ Քարոզարշավի պաշտոնական մեկնարկից ուղիղ 1 օր առաջ նա համայնքի գյուղերից մեկում մանկապարտեզ էր բացել։ Իշխանականները դա հետաքրքիր զուգադիպություն են համարել։